Այսօրվա մեր թեման է հոգեբանի աշխատանքը ծնողների հետ եւ մեր հարցազրույցի հյուրն է հոգեբան դասընթացավար Լուսինե Աղաբեկյանը։ Լուսինե, շատ ենք խոսում ծնողների հետ աշխատանքի մասին, երբ անդրադարձը լինում է մանկական հոգեթերապիային։ Ինչու ենք այդքան կարևորում ծնողների դերը թերապևտիկ աշխատանքի ընթացքում։ Արդյոք հնարավոր չի ուղղակի անել թերապևտիկ աշխատանք երեխաների հետ եւ քիչ կոնտակտ ունենալ ծնողների հետ։ Առաջին հերթին, քանի որ անչափահասների մասին է խոսքը գնում, ծնողների համաձայնությունը բնականաբար պիտի ստանանք, քանի որ երեխաները ինքնուրույն չեն կարող կայացնել մանկական հոգեթերապիայում կամ դեռահասների հոգեթերապիայում ընդգրկվելու որոշումը, շատ կարևոր է, որ մենք անպայման ստանանք ծնողների համաձայնությունը, բայց բացի այդ իրավական մասից, բովանդակային տեսանկյունից էլ շատ կարևոր է, որովհետև արդյունավետության տեսանկյունից գրեթե շատ էական տարբերություններ մենք կունենանք, եթե ընդհանրապես չաշխատենք ծնողների հետ, կարող ենք այսպիսի մի համեմատություն բերել, որ պատկերացնենք մեր տանիքը կաթում է, ինչ որ բան նորոգված չէ մեր տանիքում, եւ մենք այդ տանիքին ձեռք չենք տալիս, անընդհատ ծրփում ենք հատակը։ Շատ լավ, մի պահ այդ հատակը մաքուր է լինում, եթե անձրև չի գալիս, ամեն ինչ նորմալ է, բայց հենց անձրև եկավ, նորից մեր հատակը կեղտոտվել է։ Նույն կերպ, եթե մենք աշխատենք միայն երեխայի հետ ու մի կողմ թողնենք ծնողական մոտեցումները, ծնողավարական մոտեցումները, չէ՞ որ մենք գիտենք, որ շատ խնդիրներ գալիս են հենց ծնողների մոտեցումներից, ծնողների արձագանքից, եթե մենք այդ ամենը չենք հետազոտում, չենք ուսումնասիրում ծնողներին, չենք ներգրավում, իրենց չենք ուղղորդում, իրենց մոտեցումները լրիվ նույնն են մնում, բնականաբար մեր աշխատանքը նմանվում է հենց այդ ուղակի հատակը սրբելուն, այսինքն դա ավելի մակերեսային աշխատանք է ստացվում, որը հաճախ նաև խիստ ժամանակավոր բնույթ է կրում, որովհետև երեխան նորից հետ է գնում ընտանեկան միջավայր, որտեղ ինքը բնականաբար շատ ավելի շատ ժամանակ է անցկացնում եւ մենք նորից տեսնում ենք հետընթաց։ Այսինքն կարող ենք վստահորեն ասել, որ մանկական հոգեթերապիան մենք ուղղակի չենք կարող արդյունավետ իրականացնել, եթե բացառենք ծնողների դերն ու ներգրավվածությունը թերապևտիկ աշխատանքի ընթացքում։ Այո, իհարկե եզակի դեպքեր, երբ մենք աշխատում ենք օրինակ այնպիսի երեխաների հետ, ովքեր անբարենպաստ ընտանիքներից են կամ ծնողները ինչ որ մտավոր, ֆիզիկական եւ այլ առողջական խնդիրների պատճառով որևէ ձևով հնարավորություն չունեն ընդգրկվելու, բնականաբար այդ դեպքերը բացառություններ են կազմում, բայց մնացած դեպքերի ժամանակ ծնողների ներգրավվածությունը շատ կարևոր է եւ պայմանավորում է մեր աշխատանքի արդյունավետության շատ մեծ մասը։ Ծնողների հետ աշխատանքը երբեմն մասնագետների համար շատ ծուղակային կարող է լինել, ինչ տեսակետից, որ հաճախ գայթակղությանն են երևի մասնագետները տրվում եւ ծնողների հետ աշխատանքը ոչ թե ծնողավարման ընթացքով է գնում կամ ծնողական խորհրդատվության, այլ ինչ որ պահից մենք սկսում ենք իրականացնել հենց մեծահասակի խորհրդատվական աշխատանք։ Կան ինչ որ տարբերակիչ գործոններ, որոնցով մասնագետի համար հեշտ կլինի հասկանալ, որ այս պահին ինքը գտնվում է հենց ծնողական խորհրդատվության մեջ եւ հաջորդ պահից արդեն անցում կատարեց մեծահասակի խորհրդատվության մեջ։ Այո, իհարկե կան, ես կարծում եմ մենք հստակ կարող ենք առանձնացնել այդ երեք ուղղությունները՝ մանկան հոգեթերապիան կամ երեխաների հետ խորհրդատվությունը, մեծահասակների խորհրդատվությունը եւ ծնողական խորհրդատվությունը։ Ես կարծում եմ, որ շատ կարեւոր է երեխայի հետ աշխատանքը, մանկական հոգեթերապիան եւս սկսել ծնողների հետ հանդիպումից։ Ցանկալի է հենց երկու ծնողների հետ հանդիպումից, որի ժամանակ մենք փորձում ենք հետազոտել խնդիրը, հասկանալ դրա ծագումնաբանությունը, բացահայտել երեխայի կյանքի պատմությունը, բեղմնավորման պահից մինչև ներկա պահը իր ամբողջ փորձառությունը ինչի միջով ինքը անցել է, նոր այդ զրույցից հետո որոշել իրականում ում հետ ենք մենք աշխատելու։ Մի փոքր կարող ենք սխալվել, եթե օրինակ ծնողի զանգին ի պատասխան մենք անմիջապես հանդիպենք երեխայի հետ, որովհետև հնարավոր է պարզվի, որ երեխան չէ մեր շահառուն ու երեխան չունի աշխատանքի կարիք։ Եվ այդպես բավականին հաճախ է լինում, որ մենք անում ենք առաջին հանդիպումը այն մտքով, որ հետո պատմությունը հավաքելուց հետո մենք կսկսենք աշխատել երեխայի հետ, բայց պարզվում է, որ երեխան ընդհանրապես աշխատանքի կարիք չունի, եւ խնդրի բնույթը այնպիսին է, որ ծնողներին ճիշտ ուղղորդելու խորհրդատվություն բառի լայն իմաստով տրամադրելու արդյունքում մենք կարող ենք շատ լավ արդյունք ունենալ անգամ առանց երեխային տեսնելու։ Հետո ծնողական խորհրդատվությունը աշխատանքի այն ուղղությունն է, որը մենք իրականացնում ենք ծնողների հետ, առանց երեխային աշխատանք
աշխատանքում ներգրավելու եւ խոսում ենք եւ աշխատում ենք միայն ծնողավարական հարցերի շուրջ եւ որպես ծնող դերից բխող հարցերի շուրջ, այսինքն կամ խոսում ենք ծնողավարման հարցեր, երեխան վախեր ունի, ինչպես օգնենք, ագրեսիվ է, ինչպես օգնենք, չի կարողանում օրինակ հարմարվել մանկապարտեզին, ինչպես օգնենք եւ այլն, կամ բուն դերից բխող ինչ որ տագնապներ, օրինակ ես անհանգստանում եմ բալիկիս այս կամ այն հարցի համար եւ այլն։ Սրանք այն դեպքերն են, երբ որ մենք չենք խորանում նաեւ տվյալ մեծահասակի այս պարագայում ծնողի անձնական խնդիրների մեջ, օրինակ իր եւ ամուսնու հարաբերությունների մեջ, իր աշխատանքային հարցերի մեջ եւ այլն։ Դրանք մեր աշխատանքի դաշտից դուրս են։ Ծնողական խորհրդատվության մեջ աշխատում ենք միայն ծնողավարական հարցերի եւ ծնողի դերից բխող մտահոգությունների ու խնդիրների։ Հետևաբար կարող ենք ասել, որ մասնագետը իրավասություն ունի այդ ուղղորդումը անելու։ Որ տեսա, որ խնդիր ունի, դժվարություն ունի, առանց կաշկանդվելու ասել, որ անձնական անհատական թերապիայի կարիք ունեք այս պահին, որը ծնողավարական հարցերի մեջ չի ներգրավված լինելու։ Այո, շատ լավ կլինի, որ մենք չխառնենք այդ դաշտերը իրար, իրականում, եթե մենք աշխատում ենք երեխայի հետ մանկական հոգեթերապիայում, բնականաբար այսպես թե այնպես մենք ծնողներին ուղղորդում ենք։ Այսինքն առաջին երկուսը իրար հետ կարող են հատվել այն իմաստով, որ մենք աշխատում ենք երեխայի հետ, բայց բնականաբար զուգահեռ տալիս ենք հանձնարարականներ, առաջարկներ ծնողներին, ասում ենք այսպես որ անեք, ավելի հեշտ ու ավելի արդյունք կունենանք, քան հակառակի դեպքում։ Բայց ծնողական խորհրդատվությունը ու անձնական հոգեթերապիան խառնելու կարիք չունենք, եթե արդեն հենց անձնական հարցեր են առաջ գալիս, այստեղ ավելի ճիշտ է ուղղորդել այլ մասնագետի մոտ, ով ավելի այսպես մաքուր ու օբյեկտիվ պայմաններում կարողանա դրա հետ աշխատել։ Ուսուցիչ, ես հիշեցի, որ տարիներ առաջ, երբ որ աշխատում էինք ծնողների հետ, ծնող հասկացությունը հավասար էր մամայի։ Այսինքն, երբ որ մենք ասում էինք ծնող, բնականաբար ինքնավար բոլորի մոտ ենթադրվում էր մայրիկը։ Վերջին տարիների ընթացքում պատկերը մի փոքր այլ է, նաև որովհետև մասնագիտական դաշտը պարտադրում է հայրիկների ներկայությունը շատ թերապևտիկ աշխատանքի ընթացքում։ Ինչու է մեզ պետք երկու ծնողի հետ աշխատանքը, որովհետև մի ծնողն էլ բավարար շատ ճանաչում է երեխային ու գիտի իր առանձնահատկությունները, ինչ պարտադիր է իրենք երկուսով գան թերապևտիկ աշխատանքին։ Երեխան երկու ծնող ունի եւ ենթադրվում է, որ երկու ծնողներն էլ հավասարաչափ ներգրաված պետք է լինեն իր դաստիարակության եւ ծնողավարման հարցերում։ Իհարկե գործնականում միշտ չէ, որ այդպես է, համաձայն եմ, որ կա դրական տենդենց համեմատելով նախորդ տարիների հետ այդ միտումը իհարկե նկատվում է, բայց այնուամենայնիվ դեռ իհարկե Հայաստանում կարծում եմ, որ մայրիկներն են ավելի շատ ծնողավարման, դաստիարակության հարցերում ընդգրկված եւ հետեւաբար իրենք էլ ավելի շատ հակված են բերելու եւ համագործակցելու մասնագետի հետ։ Բայց դա չի նշանակում, որ հայրիկների դերը ավելի փոքր է, որովհետև հաճախ հենց հայրիկների արձագանքներն են շատ մեծ դեր խաղում խնդրի եւ առաջացման, եւ սրացման, եւ անցնել չանցնելու մեջ, եւ եթե օրինակ, հա, այս պարագայում հայրիկի արձագանքը դեր է խաղում ու մենք իր հետ չենք աշխատում, նորից մենք նույն տանիքի եւ հատակի նորոգման համեմատությունն ենք ունենում, այսինքն նույնիսկ նույն բանն է ստացվում, որովհետև նաեւ արդյունավետ չէ մայրիկի միջոցով հայրիկին փորձել տալ հաղորդագրություն։ Իսկ երբեմն երբ որ հայրիկները օրինակ կտրականապես հրաժարվում են գալ, գուցե մենք ստիպված ենք լինում գոնե մայրիկի միջոցով, հա, տեղեկությունները փոխանցել, բայց բնականաբար շատ ավելի քիչ արդյունավետություն դա ունի, եւ եթե երկու կողմերն են ներգրավում, իրենց մոտեցումները նաեւ կարողանում են համաձայնեցնել նույնատիպ արձագանք տան, ինչը բնականաբար շատ օգնում է։ Մենք կարծես հիմա խոսում ենք շատ գիտակից ծնողների մասին, բայց երևի ցավոք մեր իրականությունը ավելի շատ մեղմ ասենք ոչ գիտակից ծնողների մասին է ու հաճախ հասնում են հոգեբանի մոտ ոչ թե գիտակցելով ծնողավարման առանցքային կարևորությունը, այլ հասնում ենք հոգեբանի մոտ, որովհետև հարևանը կամ բարեկամներից ինչ որ մեկը խորհուրդ է տվել եւ եկել ենք ծնողներն էլ հաճախ ասում են ինչ պետք է հոգեբանը անի, որ մենք չենք կարող անել, որը շատ անդրադառնում է մասնագետների աշխատանքի վրա։ Կան ինչ որ մեխանիզմներ, որով որ մասնագետները կարող են այս տեսակ թերահավատությանը կամ անվստահությանը պատասխանեն կամ արձագանքեն։
Սա իհարկե բավականին դժվար է, կարծում եմ մեր աշխատանքի ամենամեծ մարտահրավերներից մեկն է ընդհանրապես աշխատել չմոտիվացված, ցանկություն չունեցող մարդկանց հետ, կարծում եմ ամենադժվար կողմերից մեկն է մեր աշխատանքի, ինչ մենք կարող ենք անել, մենք կարող ենք իրազեկել, կարող ենք տալ տեղեկություններ, կարող ենք խոսելով ցույց տալ ինչ ունենք, մի փոքր իրազեկենք ինչու դա ունենք եւ տանք տեղեկություններ այն մասին, չփոխելու դեպքում ինչ հետևանքներ են լինելու, ոչ թե վախեցնենք, բնականաբար խոսքը դրա մասին չէ, այլ տանք տեղեկություններ, որ ծնողը պատկերացնի ինչ է լինելու, օրինակ, եթե իրենք շարունակեն ծեծել երեխային ենթադրենք, հա, այս ծայրահեղ օրինակը բերեմ։ Եվ գուցե այս իրազեկումն է մի քիչ օգնում մեղմել։ Երկրորդը կարծում եմ օգնում է այն, որ իրենք սկսում են տեսնել աշխատանքի թեկուզ փոքրիկ արդյունքներ, երբ իրենք նկատում են, որ ինչ որ մի բան, որ մենք առաջարկել էինք ու ասել էինք, օգնեց, մի փոքր փափկում են։ Այս պարագայում շատ կարևոր է, որ մեր առաջարկները լինեն շատ պարզ, մատչելի եւ գործնական կիրառելի, այսինքն այդ իրազեկումը, որի մասին ես ասում եմ, եկեք չպատկերացնենք ինչ որ տեսական դասախոսության ձևով, որ մենք նստելու ենք ու պատմենք տարիքային առանձնահատկությունների մասին։ Դա պիտի լինի շատ պարզ, շատ մոտիվացնող, միևնույն ժամանակ ծնողին ապրումակցող եւ գործնական կոնկրետ քայլեր առաջարկող իրազեկող աշխատանք, որը որ ցույց կտա կարճ ժամանակում իր պտուղները, իր արդյունքը ցույց կտա ու գուցե այդ դեպքում մի փոքր դիմադրությունը կիջնի։ Ենթադրում եմ դիմադրության մի յուրատեսակ տարբերակ է այն դեպքն է, երբ որ չափից շատ են ծնողները ներգրավված թերապևտիկ գործընթացի մեջ եւ անընդհատ ուզում են տեղեկանալ ինչ է լինում, ինձ թվում է հանդիպել ենք աշխատանքի ընթացքում այն դեպքերը, երբ որ ծնողները ականջ են դնում թերապևտի սենյակի դռան տակ եւ ստիպված ենք լինում իրենց այդտեղից հեռացնել եւ ներգրավվածության չափաբաժինը ինչպես կարելի է հստակեցնել ծնողի հետ։ Այո, լինում են, որ ականջ են դնում, լինում են, որ փորձում են ներսում իրենք լինեն, ընդ որում երբեմն դա անում են ոչ գիտակցորեն, ենթագիտակցորեն տալիս են երեխային այդ հաղորդագրությունը, որ դու առանց ինձ չես կարող մնալ այդ սենյակում, ինչի արդյունքում երեխան ինքը չի ուզում։ Թվում է, թե երեխան ինքը չի ուզում, որ ծնողը դուրս գա սենյակից, բայց իրականում շատ հաճախ ուղղակի ծնողը իրեն այդ թույլտվությունը չի տվել ենթագիտակցական մակարդակում։ Դա կարծում եմ վերահսկելու ինչ որ փորձ է, որը կարող է գալ եւ մասնագետին ոչ բավարար վստահելուց եւ աշխատանքը չպատկերացնելուց, որովհետեւ օրինակ իրենք տանում են ենթադրենք լոգոպեդի մոտ եւ երբեմն լոգոպեդը զուտ աշխատանքի արդյունավետությունից ելնելով ասում է, որ այո, իհարկե կարող եք ներկա լինել, տեսնել ինչ եմ ես անում, որ տանը սա կարողանաք ճիշտ նույն ձևով կրկնել, հա? Եվ այս դեպքում դա լրիվ նորմալ է, իրենք կարող են ուղղակի չպատկերացնել այս նրբությունը, իսկ ինչու հոգեբանի դեպքում չեմ կարող ներկա լինել։ Չէ՞ որ եթե ներկա լինեմ, ավելի կօգնեմ, այսինքն այստեղ կարող է ոչ միայն չվստահելը լինել, այլ զուտ, որ ինքը չի պատկերացնում, որ իր ներգրավվածությամբ ինքը չի օգնում։ Նաև իհարկե մի փոքր կարող ենք ասել այդ ծնողական էգոիզմը, որ երբեմն ծնողների համար շատ դժվար է այդ միտքը, որ երեխաս կարող է դիմացինի հետ, տաթևիկի հետ կիսել մի բան, որ ինձ հետ չի կարող կիսել։ Երեխաս ինքնից գաղտնիք չունի սկզբունքով, անպայման ուզում են իրենք էլ մասնակցեն, որ այդ խանդի զգացումը չունենան։ Այս դեպքերում էլ, հա, կարծում եմ, որ շատ կարևոր է աստիճանաբար ծնողին բերել նրան, թե որն է դրա նպատակահարմարությունը, ինչու ենք, հա, կարևորում այդ առանձնանալու պահը եւ ինչով է խանգարելու ներկա լինելը որպես այդպեսին, որովհետեւ կրկին կարող են դա չպատկերացնել։ Դա չի խանգարի ծնողի վստահությանը մասնագետին։ Քան երբ որ ես բերում եմ իմ երեխային 5-6 տարեկան փոքրիկին, տալիս եմ ինչ որ մի անծանոթ մարդու, ով մոտ 50 րոպե սենյակում իր հետ աշխատում է, դրա արդյունքում ես նկատում եմ ինչ որ փոփոխություններ, որոնք կարող է ինչ որ մի պահ ինձ համար այդքան էլ ընկալելի չլինեն, ու չի խանգարի նմանատիպ հեռացնելը ծնողին հենց վստահելի հարաբերություններ ձևավորելուն ծնողի հետ։ Կարծում եմ կարևոր է թե ինչպես ենք դա անում, շատ տեղին դիտարկում է կարծում եմ, եթե մենք չոր, այսպես դնենք սահմաններ, չի կարելի ու վերջ եւ չտանք տեղեկություններ, կարծում եմ կլինի այն ինչ նկարագրեցիք, բայց նաեւ մենք կարիք ունենք դա անելու վստահելի մթնոլորտում, ծնողին ապրումակցելով, տեղեկություն տալով, բացատրելով եւ հետագա կապը պահելով, այսինքն երբ որ մենք նույն այդ հանդիպումից հետո ծնողի հետ կապ ենք հաստատում, ներկայացնում ենք ինչ էինք աշխատել, բնականաբար
դժվար գաղտնիությունը պահելով, որովհետև մենք գիտենք, որ մենք բառացի չենք պատմում, ինչ է ասել երեխան, ամբողջ 50 րոպեն չենք նկարագրում, ինչ ենք արել, բայց մենք իհարկե կարող ենք ծնողին հետադարձ կապ տալ, որ օրինակ այսօր հուզական գրագիտության ուղղությամբ էինք աշխատում, այս բաներն ենք արել, ուղղված հույզերը ճանաչելուն, հույզերը կառավարելուն, կարծում եմ այս դեպքում մի փոքր ծնողի տագնապը կարող է իջնել եւ մենք իրեն բերում ենք համագործակցային դաշտ, ոչ թե հեռացնում ենք, այլ բերում ենք համագործակցային դաշտ, ու մի քիչ հումորային նաեւ ինձ թվում է այս դեպքի ակնառու դրսևորումներից են նաեւ այն, որ միջապես հանդիպումից հետո հաճախ ծնողը կարող է հարցնել ոնց անցավ, լավ անցավ, հանդիպումից հետո շատ մանրամասն փորձել ճշտել, բա ինչ էիր անում, ոնց էր այդ քո համար, ու գուցե մեր ծնողի հետ աշխատանքի մաս է կազմում նաև այս մասով իրազեկելը, թե ինչու չարժի նմանատիպ հարցեր տալ, հա, որովհետև երեխաները ինձ մոտ երբեմն շփոթում են, որ գնացել են խաղասրահ խաղալու ու եկել են հոգեբանի մոտ, երկուսից հետո էլ նույն հարցն է տրվում։ Այստեղից հարց եկավ այն մասին, թե փոքր երեխաները 5-6 տարեկան, լավ, թեկուզ 7-8 տարեկան, ինչ գաղտնիության մասին է հարցը, այսինքն ինչ է նշանակում ծնողից գաղտնիության սահմաններ պահպանել փոքր երեխայի ինչ որ ընթացիկ process-ի հետ կապված։ Ինչու պետք է մասնակցել այդ գաղտնիությունը պահի եւ չտեղեկացնի ծնողին։ Որտեւ շատ հաճախ ծնողները այսպիսի անմեղ հարցադրմամբ գալիս են ու մասնակիցների մեծ մասը շատ դեպքերում կամ տրվում են այս մանիպուլատիվ հարցին կամ լարվում են հարցադրումից, ինչու է կարևոր գաղտնիությունը պահել, ենթադրենք 5 տարեկան երեխայի հետ աշխատանքում։ Էլի կարծում կարևոր է ինչպես ենք մենք դա ծնողին հաղորդակից դարձնում, ինչպես ենք ծնողին այս տեղեկությունը տալիս, եթե ասում ենք աշխատանքը գաղտնի է, ոչինչ չհարցնեք, բնականաբար դա կարող է շատ մտահոգել։ Երբ մենք ասում ենք, որ երեխայի հետ աշխատանքը ենթադրում է ծնողի հետ աշխատանք, մենք միշտ ձեր հետ կապի մեջ ենք լինելու։ Ես ձեզ խնդրելու եմ, որ ինձ տեղյակ պահեք փոփոխությունների մասին եւ ես ինքս ձեզ բարբերաբար տեղյակ եմ պահելու։ Ուր ենք մենք հասել, ինչի շուրջ ենք մենք աշխատում, քանի որ բոլոր երեխաները անկախ իրենց տարիքից կարիք ունեն ապահով միջավայրի, անվտանգ միջավայրի կարիք ունեն զգալու, որ այն ինչ որ իրենք քննարկում են մնում է այս պատերի ներսում, մենք բառացիորեն չենք պատմելու այն ամենի, ինչ այնտեղ տեղի է ունենում։ Բայց բնականաբար, եթե երեխայի առողջությանը եւ անվտանգությանը վտանգ սպառնացող ինչ որ տեղեկատվության հետ մենք առնչվենք, ձեզ դրա մասին տեղյակ ենք պահելու։ Այսինքն կարծեմ օրինակ իմ վերած համատեքստում, երբ մենք այս ամենը ներկայացնում ենք, նորից ծնողը ավելի քիչ է անհանգստանում։ Այսինքն երկրորդ տարբերակում մենք ծնողին բացատրում ենք ինչը չի ասվում, ինչն է ասվում, այս տարբերակումն ենք դնում եւ բացատրում ենք ինչու չի ասվում անվտանգ երեխայի համար ավելի անվտանգ, ապահով, վստահելի միջավայր ձևավորելու համար։ Վստահաբար վերջին տարիների ընթացքում ծնողավարման վրա շեշտադրումը մեծացել է։ Դա լինի սոցիալական մեդիայի օգնությամբ, գրականության մեջ տեղեկությունների փոփոխություններով, բայց երևի թե ծնողավարումը մնում է ամենամարտահրավերային ոլորտներից մեկը։ Այս պահի դրությամբ ժամանակակից ծնողավարման, ծնողի առաջ առհասարակ ինչ մարտահրավերներ են կանգնած։ Նախ կուզեի բարձրաբանում մտցնել այն մասով, որ երբ որ մենք ասում ենք ծնողավարում, մենք նկատի ունենք հենց ծնողի կողմից երեխային աջակցելու գործընթացը։ Ինձ դուր է գալիս սահմանումը ծնողի կողմից երեխայի հուզական, իմացական, սոցիալական եւ ֆիզիկական զարգացմանը նպաստող, հա, բոլոր գործունեությունները։ Այսինքն այն ամենը, ինչ ծնողը անում է երեխային զարգացնելու համար, հենց դա է ծնողավարումը, իսկ երբ որ մենք խոսում ենք ծնողի հետ աշխատանքի, մեր հոգեբանական աշխատանքի մասին, դա փոքր այլ է։ Ծնողավարման մասին կարծում հրաշալի է, որ սկսել ենք շատ խոսել, որովհետև երեխաներ եւ ծնողներ միշտ եղել են, բայց արի ուտես, որ մեր կյանքի ամենակարևոր գործերից մեկի իրականացման համար մենք ոչ միտեղ ոչինչ չենք սովորում, այսինքն աշխատելու համար գնում ենք համալսարան, մեկ այլ բանի համար մեկ այլ դասընթացի ենք գնում, բայց մեր ամենակարևոր պարտականություններից եւ գործերից մեկը ծնողությունը իրականացնելու համար ոչինչ չենք սովորում եւ շատ լավ է որ այդ գիտակցումը որ ծնողավարումը եւս մի հմտություն է որը մենք կարիք ունենք զարգացնելու թե ֆիզիկական առումով որ ճիշտ հետևենք երեխայի խնամքին ու առողջությանը թե սոցիալական առումով շփմանը հետևենք թե իմացական ոլորտի զարգացմանը նույն կրթական առումով հետևենք եւ թե հուզական գրագիտությունը զարգացնենք դրա համար մենք պիտի ինչ-որ բաներ սովորենք ինչ-որ բաներ կարդանք դասընթացների մասնակցենք
մասնագետների հետ խոսենք, եւ գուցե սա էլ հենց ժամանակակից ծնողների մարտահրավերներից մեկն է, որովհետեւ նախկինում երևի այս ամբողջ տեղեկությունները չկար, կար ավելի հստակ ծրագիր, ամուսնանալ, գնալ համասան, ունենալ երեխաներ, մեծացնել նրանց ինչ-որ հայտնի ձևերով։ Կարծում եմ, որ մարտահրավերներից ամենամեծերից մեկը հենց դա է, որ ժամանակակից աշխարհը շատ պահանջներ է ներկայացնում ծնողի առջև, որովհետև արդեն շատ մոտեցումներ ծեծել, գոռալ, ստիպել ընդունելի չեն, բայց նաև չի տրվում հմտություններ, բա ինչ անել դրա փոխարեն, եւ ծնողը խճճվում է։ Հինը այլևս չի աշխատում, իսկ նորը չգիտեմ ինչ անել։ Երկրորդ մարտահրավերը կարծում եմ կապված է տեխնոլոգիական զարգացման հետ, քանի որ դա էականորեն փոխել է երեխաների զարգացումը, իրենց առօրյան եւ իրենց ներգրավվածությունը այլ գործունեությունների մեջ։ Նախկինում բակերից ժամերով տուն բերել չկարողացող ծնողները, երեխաներին տուն բերել չկարողացող ծնողները հիմա չեն կարողանում երեխաներին կտրել էկրաններից, սոցիալական մեդիայից, համակարգչային խաղերից եւ սա կարծում եմ եւս շատ մեծ մարտահրավեր է իրենց համար։ Կրթական ոլորտում կարծում եմ մեծ մարտահրավեր ունեն ծնողները ժամանակակից, որովհետև նույն տեխնոլոգիական զարգացումը բերել է նրան, որ կրթական process-ում շատ բաներ դարձել են ավելի քիչ հետաքրքիր, ավելի քիչ ինտերակտիվ, ավելի քիչ կապված իրենց ռեալ կյանքի հետ, ինչի արդյունքում ուսումնական մոտիվացիան շատ հաճախ շատ ավելի ցածր է աշակերտների մոտ, եւ ծնողները դրա ձեռքը տանջվում են, որովհետև ուզում են երեխաները սովորեն։ Եվ վերջինը թերևս կուզեի արժեքային կողմի մասին նաև խոսեինք, կարծում եմ ծնողները այս գլոբալիզացվող աշխարհում հաճախ նաև շատ դժվարանում են արժեքային ոլորտի հետ կապված, որովհետև ծնողը բացի ֆիզիկական ոլորտից, բացի կրթական ոլորտից նաև երևի ինչ-որ հասարակական մշակութային արժեքներ է փորձում փոխանցել երեխային, եւ սա շատ դժվար է դարձել գլոբալ աշխարհում, որտեղ փոխվել են պատկերացումները նույն, չգիտեմ, սեռի մասին, սեռադերային վարքի մասին, աշխատանքային գործունեության մասին, նույն մասնագիտության ընտրության մասին, այս ամենը շատ փոխվել է ու համ կարևոր է հին արժեհամակարգի կարևորագույն բաղադրիչները երեխային փոխանցել, բայց նաև դա նույն հին ձևով անել երևի չի ստացվում։ Շատ համապարփակ էին բոլոր մարտահրավերները, բայց այն ինչ որ նաև ես իմ մասնագիտական փորձի ընթացքում շատ հաճախ լսում եմ ծնողներից, երևի առաջին խմբի մարտահրավերներից է ինչպես անեմ, որ լավ հարաբերություններ ունենամ երեխայիս հետ։ Ինչ անեմ, որ իր հետ այլևս չվիճենք կամ ես իրեն հասկանամ։ Կան ինչ որ կետեր, որոնք որ մեզ օգնում են որպես մասնագետ ծնողներին ավելի լավ ուղղորդելու երեխայի հետ այս հոգեբանական լեզվով ասած առողջ եւ արդյունավետ կապ հաստատելու մեջ։ Այո, կհամաձայնեմ, որ իդեպ սա բխում է հենց առաջին կետից, քանի որ ժամանակակից ծնողը բաժանված է շատ դերերի միջև, ինքը ուզում է լինել լավ մայր, լավ հայր, լավ աշխատակից, լավ ընկեր, լավ զուգընկեր, հետևել իր մարմնի առողջությանը, ինքնախնամքով զբաղվել, ճամփորդել եւ այլն եւ այլն, ու այս ամենի մեջ երեխային տրամադրվող ժամանակը շատ պակասում է համեմատած նախորդ տարիների հետ։ Եթե պակասում է ժամանակը, բնականաբար նաեւ վատանում են հարաբերությունները Եվ այո, այդ հարցը լրիվ կհամաձայնվեմ, որ եւս մարտահրավեր է, ինչ անել, շատ մեծ շեշտ դնել ծնողների մոտ երեխայի հետ հենց հուզական կապի ձևավորման վրա, որովհետև ծնողները հաճախ ծնողավարումը անցալում են որպես ֆիզիկական կարիքների, կրթական կարիքներին անդրադառնալու գործընթաց կերել է, եղանակին համապատասխան հագուստ ունի, բժշկի տարել եմ, դասերը արել է, ուրեմն ես ամեն ինչ այլ եմ, բայց շատ կարևոր է նաև որ ծնողը լսի երեխային, փորձի հասկանալ իրեն ինչ է մտահոգում, հետաքրքրվի իր հետաքրքրություններով, տեսնի իր համար ինչն է կարևոր նույն այդ էկրանների մեջ օրինակ փորձի իր հետ ինչ-որ առումով ընկերանալ, հավասարը հավասարին համագործակցային հարաբերություններ կառուցել, այսինքն հրաժարվի այդ վերևից ավտորիտար ես գիտեմ ինչ է պետք դերից ու ավելի շատ փորձի հասկանալ իսկ ինչ է երեխան ուզում, հասկանալ, լսել, ժամանակ տրամադրել եւ այդ ժամանակը միշտ չի որ հենց քանակի մասին է լինում, հաճախ այդ ժամանակը այո եւս կարող է կարճ լինել ժամանակակից աշխարհի պահանջներից ելնելով, բայց լինի որակյալ, երբ ծնողը եւ երեխան միասին անում են մի բան, որը երկուսին է հաճելի, ոչ թե ձևական է ծնողը ներգրաված ու զուգահեռ այլ բան է անում, այլ ինքը լիարժեք 100%-ով այդ պահին երեխայի հետ է։
Իրականում լսում եմ այսպես ու մտածում ինչքան բանի վրա պետք է ծնողները կենտրոնացած լինեն, որ հասցնեն ամեն ինչ տեղին լինի, ամեն ինչ ժամանակին լինի, երեխան ոչ միտեղ չտուժի եւ այս թողուբոհի մեջ ինչպես հասկանալ, որ երեխան իսկապես մասնագիտական աջակցության կարիք ունի։ Այո, ու մենք էլ խոսում ենք ու մենք էլ այդ ճնշումը ինձ թվում է ավելացնում ենք ծնողների վրա, որովհետև մի կողմից այս իրազեկումը շատ լավ է, բայց մյուս կողմից դա էլ է ճնշումը ավելացնում, որ փաստորեն պետք է այս մի բանն էլ անել, իսկ ես չեմ անում որպես ծնող, որը մեղքի զգացում է իհարկե հաճախ առաջացնում, բայց ամեն դեպքում կարծում եմ խոսելը օգնում է նաև հաճախ, կարևոր է ուշադիր լինել երեխայի ընդհանուր կենսագործունեությանը։ Եթե կան անհանգստություններ, վախեր, կտրուկ ինչ-որ փոփոխություններ, զայրույթի կառավարման կամ ընդհանրապես հույզերի կառավարման դժվարություններ, ուսումնական, օրինակ առաջադիմության կտրուկ անկում, հասակակիցների հետ հարաբերությունների խնդիրներ, ընտանիքի ներսում հարաբերությունների խնդիրներ, արդեն իսկ կարևոր է շատ զգոն լինել, առավել ևս եթե կան ավելի ուժեղ նշաններ, ինչպիսիք են օրինակ ինքնավնասման մասին մտքերը, այլ մարդկանց վնասելու հետ կապված մտքերը, ինչ որ մի գործունեությունից կտրուկ հրաժարվելու, դրա մեջ չմտնելու մտքերը, շատ են իրականում կետերը, բայց այս ամենի մեջ ինձ թվում է շատ կարևոր է, որ ծնողը փորձի ճանաչել երեխային եւ նկատի միտումը, որովհետեւ նույն ինչ որ մի տագնապ ծնողը իր երեխային ճանաչելով կարող է իմանալ, որ սա սրա հետ է կապված եւ արագ անցնելու է, երբ իրավիճակը հարթվի, այսինքն կընկալի, որ դա իրավիճակային է եւ կարող են լինել նաեւ դեպքեր, որ երեխային ճանաչելով հասկանա, որ սա արդեն լուրջ է, այսինքն կարծում եմ այստեղ նաեւ կարեւոր է նախորդի հետ համեմատելը, հետեւելը, թե որքանով դա ինտենսիվ է, որքանով է դա խանգարում երեխայի կյանքի որակին, ինչքան հաճախ եւ ինչ իրավիճակներում է դրսեւորում։ Եթե այն ամենը, ինչի մասին խոսեցինք, հազվադեպ դրսեւորվող եւ խոշոր հաշվով երեխային չխանգարող դրսևորումներ են, ավելի հանգիստ ենք լինում, փորձում ենք ուղղակի մեր ծնողական մոտեցումները բարելավել։ Իսկ եթե դրանք լինում են անընդհատ, խանգարում են երեխային, բերում են ինչ-որ խուսափողական վարքի կամ ավելի մեծ խնդիրների, շատ ավելի լավ է մենք խորհրդակցենք, գնանք ու մասնագետը ասի չկա շատ անելիք, քան մենք թողնենք խնդիրը խորանա ու հետո դրա հետ աշխատելն ավելի դժվար լինի։ Իսկ ինչպես ընտրել այդ մասնագետին, ով պետք է աշխատի երեխայիս խնդիրների հետ։ Կարծում եմ շատ կարևոր է, որ մենք նախ ուսումնասիրենք ով է տվյալ մասնագետը։ Շատ ուրախացնող է, որ շատ գնալով մեծանում է Հայաստանում պրոֆեսիոնալ մասնագետների թիվը, մասնագետները շատ աշխատում են իրենց վրա, տարբեր տեղերում վերապատրաստումներ են անցնում եւ այլն, ինչը հրաշալի է, բայց զուգահեռաբար մենք նաեւ գիտենք, որ դաշտը իրավական տեսանկյունից չի վերահսկվում եւ որևէ մեկը կարող է իրականում նաեւ արթնանալ ու որոշել, որ ինքը մանկական հոգեբան է ու կարող է աշխատել երեխաների հետ։ Այդ մեկը կարող է ուղղակի 2 ամիս հոգեբանության ինչ-որ դասընթացի գնացած լինել կամ մի գիրք կարդացած լինել կամ ուղղակի որոշել, որ քանի որ ինքը ունի մեծ կյանքի փորձ, ինքը կարող է աշխատել երեխաների հետ։ Իսկն այս առումով նախ շատ կարևոր է հետևել, թե ով է տվյալ մասնագետը, ինչ կրթություն նա ունի, ինչ փորձառություն նա ունի, ինչ անցած ճանապարհ դա ունի, ամենևին ամոթ չէ մարդուն դրա մասին հարցնել կամ պարզապես միջև գնալը հարցնել այն կենտրոնին, որը ինքը ներկայացնում։ Երկրորդը կարծում եմ շատ կարևոր է, որ մենք տվյալ մասնագետին վստահենք ու մենք ուզենանք այդ մասնագետի հետ կոնտակտի մեջ լինել, որովհետև մասնագետը կարող է լինել պրոֆեսիոնալ, հրաշալի մեկը, բայց ում հետ մեր զրույցը չստացվի, ում հետ մենք հասկանանք, որ մենք չենք կարողանում շփվենք, ում հետ մեր կոնտակտը չի ստացվի, կամ ում խոսքում մոտեցումները մեզ վստահություն չեն ներշնչի։ Եվ իհարկե նաև կան ինչ-որ օբյեկտիվ չափանիշներ, որը կարևոր է, որ ծնողները իմանան, որ բոլոր հոգեբանները պետք է պարբերաբար շարունակեն վերապատրաստվել, աշխատեն իրենք հոգեբանի հետ եւ անպայման նաև աշխատեն ավելի այսպես փորձառու գործընկերոջ հետ, սուպերվայզերի հետ իրենց դեպքերի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով։ Երևի այս 3 կետերը կարող ենք նշել։ Իսկ ինչ ուղղորդումներ այդ դեպքում անենք այն մասնագետներին, ովքեր որ բավականին մեծ լարվածություն են ապրում, երբ որ ծնողները սկսում են, այսպես ճակերտավոր ասած, հարցաքննել այն մասին, թե որտեղ է սովորել, քանի տարի է սովորել, դրանից հետո ուր է գնացել, ինչ է արել, հա, որովհետև դա հաճախ լսվում է մասնագետներից, որ լարվածություն առաջացնող է։
Այն նախորդ հարցերից մեկում էլ իդեպ սրա մասին ուզում եի ասել ու մտքիցս թռավ, այստեղ էլ կուզենամ ասել, որ կարծում եմ ծնողների այդ աշխատանքում շատ կարևոր է մեր թափանցիկությունը եւ անկեղծությունը։ Սա երևի մեր աշխատանքի ամենակարևոր սկզբունքներից մեկն է։ Մենք պետք է լինենք բաց, թափանցիկ, համագործակցող։ Եթե մեզ մոտ մարդը ուզում է բերել իր երեխային, շատ բնական է, որ ինքը ուզում է վստահ լինի, որ մենք իր երեխային չենք վնասի։ Եվ դա շատ լավ է, որ ինքը բավարար մտահոգ է ու չի ուզում ամեն մեկը երեխային, ինչ որ մոտեցումներ ցուցաբերի։ Սա հիշելը, սրա մասին մտածելը կարծում եմ օգնում է մեզ մի քիչ նայել ծնողի տեսանկյունից ու հասկանալ, որ ծնողը դա ուզելու է, ճշտել որպես այդպեսին։ Ինչքան մենք թափանցիկ անկեղծ լինենք, այնքան ավելի լավ եւ միշտ չի, որ մեծ փորձը բերում է շատ լավ աշխատանքին։ Ես ուսանողներին միշտ ասում եմ, ովքեր որ գուցե կարող են այդ մտավախությունը ունենալ, բա սկիզբն է, բա որ հարցն են եւ այլն, միշտ ասում եմ, որ կարեւոր է անկեղծ լինել, որովհետեւ հնարավոր է, որ ինչ որ մեկ ով որ սկսում է, բայց ունի շատ թարմ գիտելիքների պաշար, հենց նոր ինչ որ պրակտիկ դասընթացներ է անցել ու ունի ավելի մեծ ուշադրություն ու ժամանակ տվյալ դեպքին տրամադրելու, հնարավորություն, գուցե շատ ավելի լավ կարողանա աշխատել, քան 10 տարվա փորձ ունեցող մասնագետը, ով մի փոքր այսպես արդեն ունի մեջ ընկած, ավելի գուցե մեխանիկորեն կարող է հանկարծ սկսել աշխատել, այսինքն եթե մենք այս ամենի մասին հիշենք, մի փոքր ավելի հանգիստ կլինենք, որ անգամ եթե մենք ամենաբարդ եւ բարձր չափանիշներին չենք համապատասխանում, բայց մենք ինքներս գնահատում ենք, որ այս դեպքի հետ մենք կոմպետենտ ենք աշխատել, երբ ավելի հանգիստ կլինենք, կարծում եմ այս մտավախությունը լինում է այն դեպքում, երբ մենք ինքներս վստահ չենք մեզ վրա, այն կետի վրա, որ մենք կկարողանանք այս դեպքի հետ աշխատենք, իսկ այդ դեպքում գուցե չարժի իրականում սկսել հենց այդ դեպքի հետ աշխատանքից։ Իսկ եթե սկսեցինք, աշխատեցինք, ամեն ինչ շատ լավ գնաց, ծնողը մեզ շատ սիրեց, հավանեց մեր բոլոր կոմպետենցիաները եւ ասաց Լուսինե ջան, մյուս բալիկիս էլ բերեմ։ Ինչ կլինի, որովհետև կա այնպիսի մոտեցում, որ մենք չենք աշխատում նույն ընտանիքի երկու բալիկների հետ։ Ինչու է սա շատ կարևոր եւ ինչպես դիմակայի մասնագետը ծնողական այս ճնշմանը, որ մենք ձեր հետ արդեն լավ կոնտակտ ունենք եւ վստահ եմ, որ փոքրս էլ ձեզ հետ շատ արդյունավետ կաշխատի։ Իրականում կարծում եմ այստեղ շատ կապ ունի այն աշխատանքի մոտեցումը եւ մեթոդաբանությունը, որի համատեքստում մենք աշխատում ենք, որովհետեւ աշխարհում կան ուղղություններ, ովքեր ավելի ընտանեկան հոգեբանի եւ հոգեթերապևտի կարգավիճակում աշխատում են ընտանիքի տարբեր անդամների հետ, բայց գուցե Հայաստանում մենք այդ ոլորտում բավարար վերապատրաստումներ չունենք, բավարար զարգացած չէ գուցե այդ ուղղությունը ու մենք կոնկրետ ավելի, մանկական հոգեթերապիայի շրջանակներում ենք աշխատում, այս դեպքում ընտանիքի այլ անդամների հետ աշխատելը մեզ դարձնում է շատ սուբյեկտիվ։ Մենք գիտենք, որ հոգեթերապևտի կարևոր այսպես բնութագրիչներից մեկը իր անաչառությունն է, որ ինքը չունի հավելյալ այլ տեղեկություններ երեխայի մասին, այլ ինքը այստեղ եւ հիմա բաց է ընկալելու այն ամենը, ինչ բերում է իրեն երեխան եւ ինչ բերում է ընտանիքը։ Երկրորդ երեխայի դեպքում աշխատելու ժամանակ մենք այլևս այդ անաչառությունը չունենք, որովհետեւ մենք գիտենք ամբողջ ընտանիքի պատմությունը, մենք գիտենք ծնողներին, մենք գիտենք մեծ երեխային եւ այլևս այդ անաչառությունը չենք կարող պահել։ Չմոռանանք նաեւ այն կետը, որ մեր առաջին այցելուն միշտ կարող է ուզենալ մեզ մոտ հետ գալ, իսկ այդ դեպքում շատ կխառնվեն արդեն ներկա պահին մեր աշխատանքները, այսինքն անգամ եթե պատկերացնենք, որ առաջին երեխայի հետ ավարտել ենք արդեն ու սկսել ենք աշխատել երկրորդի հետ, բացի այդ սուբյեկտիվությունից, այստեղ նաեւ խանգարող հանգամանք է այն, որ մենք առաջին երեխայի համար փաստացի այլևս հասանելի չենք լինում, քանի որ միաժամանակ երկուսի հետ չենք կարող աշխատել, եթե մեր երեխան ուզենա օրինակ, նորից ինչ որ խնդիր դժվարություն ունենա ու ուզենա հետ գալ, մենք արդեն չենք կարողանալու իր հետ աշխատել։ Նույնը կարծում եմ ծնողներին է վերաբերվում, հենց այս պատճառով է երևի նաև, որ չենք ուզում աշխատել նույն ընտանիքի ծնողների հետ,
արդեն անձնական հոգեթերապիայի մասին է խոսքը, որպեսզի չխառնվեն հարաբերությունները, որպեսզի մենք չշփոթենք այս ինֆորմացիան ումից էինք ստացել երբ եւ որտեղ եւ կարողանանք պահել այդ ոչ երկակի եւ անկեղծ բաց հարաբերություններ։ Այսինքն կարող ենք չլարվել ու չնեղվել նրանից, որ ծնողներին մերժում ենք այս երկակի տարբեր աշխատանքների մեջ։ Կարող ենք ուրախանալ, որ մեզ վստահում են, բայց հիմնավորել ինչու չենք կարող վերցնել մեկ այլ անդամի հետ աշխատանք։ Երևի ծնող մասնագետ փոխհարաբերություններում եւս մի հարց կա, որը մասնագետի համար բավականին լարող է լինում, հատկապես այն մասնագետների համար, ովքեր երեխաներ չունեն, եւ ծնողներից հաճախ հնչում է երևի անմեղ թվացող այդ հարցը, իսկ դուք բալիկներ ունեք, եւ երբ որ պատասխանը լինում է բացասական, կարծես թե ինչ որ հիասթափություն չասեմ, բայց լարվածության կամ ինչ որ զգացողություն է ծնողների մոտ լինում, ինչպես պետք է մարդ, ով որ երեխա չունի, մեզ հասկանա եւ այդ զգացողությունը շատ փոխանցում է նաեւ մասնագետներին։ Այստեղ երկուստ եք, թե ծնողի տեսակետից եւ թե մասնագետի, ինչպես կարելի է այս լարվածության հետ աշխատել։ Ես կարծում եմ, որ շատ հարցերում ամենակարևորը որպես մասնագետ մեր ինքնաանկալումն է, թե նախորդ մեր հարցի հետ կապված, թե այս հարցում շատ կարևոր է մենք ինքներս մեզ ոնց ենք ընկալում եւ ինչքանով ենք վստահում մեր սեփական կոմպետենտությանը։ Ծնողների եւ երեխաների հետ աշխատանքում մենք երբևէ չենք հիմնվում մեր անձնական փորձառության վրա։ Առաջին հերթին մենք հենվում ենք մեր մասնագիտական կրթության, մասնագիտական փորձի, մասնագիտական ինչ-որ առումով ինտուիցիայի եւ նրբանկատության եւ այլնի վրա, բայց ոչ մեր անձնական փորձի վրա։ Եվ սա շատ կարևոր է, որ մենք կարողանանք նաև ծնողներին կոմունիկացնել, որովհետև ես կարող եմ ունենալ երեխաներ, բայց ես կարող եմ այլ երեխաների հետ աշխատելու հմտություն, գիտելիք, փորձ ընդհանրապես չունենամ։ Ես կարող եմ լինել ծնող, բայց չունենամ այլ ծնողներին աջակցելու հմտություն։ Եվ բնականաբար նաև հակառակը, քանի որ ծնողի եւ երեխայի հետ աշխատելու հմտությունը նորից գալիս է գիտելիքներից, կրթությունից, փորձից, ես կարող եմ չունենալ երեխաներ, բայց ունենալ այդ աշխատանքի հմտությունները։ Եվ շատ հաճախ իհարկե նաև մարդը, ով որ չունի երեխաներ, միևնույն է անընդհատ աշխատում է երեխաների հետ, այսինքն նաև չպատկերացնենք, որ եթե տվյալ մասնագետը օրինակ մայրիկ կամ հայրիկ չէ, ինքը երբեք չի տեսել երեխաներ, չէ՞։ Մասնագետները հաճախ նաև աշխատում են երեխաների հետ կրթական կառույցներում, իրենք հորաքույրներ են, մորաքույրներ են, իրենք տեսնում են իրենց ընկերների երեխաներին եւ այլն, այսինքն այսպես թե այնպես իրականում այդ անձնական փորձառությունն էլ իրենք ինչ որ առումով ունեն եւ անգամ եթե մենք մտածենք, որ այդ անձնական փորձառությունն էլ կարող է դեր խաղալ, իրենք դա էլ որոշ չափով ունեն։ Եվ երրորդը կուզենայի նաև ասել, նաև որպես մայրիկ մասնագետ, որ միշտ չի, որ անձնական փորձառությունը օգնում է։ Իրականում այն օբյեկտիվորեն կարող է օգնել, այստեղ ոնց որ անկեղծ ենք բոլորս իրար հետ, իհարկե կարող է օգնել, հատկապես ծնողավարման մասով, երբ դու ինքդ ինչ-որ բաներ փորձարկում ես, դա կարող է օգնել, որ դու ավելի լավ հասկանաս ինչ-որ մեխանիզմներ եւ ավելի հեշտ ապրումակցես ծնողին, ավելի լավ պատկերացնես ինչ իրավիճակներում ինքը կարող է լինել։ Իհարկե դա կարող ես նաեւ ծնող չլինելով էլ անել։ Բայց միևնույն ժամանակ այդ անձնական փորձը նաեւ շատ կարող է քեզ խանգարել, որովհետեւ մի բան, որ քո երեխայի հետ աշխատել է, իր երեխայի հետ կարող է չաշխատել։ Չէ՞ որ անգամ մի քանի երեխա ունեցող ծնողները ասում են, որ այս հմտությունը առաջին երեխայիս հետ հրաշալի է աշխատում, իսկ երկրորդի հետ ընդհանրապես չի ստացվում։ Այսինքն մեր անձնական փորձի վրա հենվելը իրականում շատ ծուղակային է ու գուցե զուտ հասկանալու եւ ապրումակցելու տեսանկյունից կարող է մեզ մի քիչ օգնել, բայց այստեղ կարող է սա մեզ նաեւ շատ մեծ արջի ծառայություն մատուցել, որ մենք մտածենք, որ եթե մենք մի բան մեր սեփական երեխայի հետ արդյունավետ կիրառել ենք, անպայման կաշխատի նաեւ ծնողի հետ ու շատ լուրջ սխալվենք, ու գուցե այդ սխալը չէինք անի, եթե չփորձեինք հենվել մեր անձնական փորձառության վրա։ Բայց ամփոփելով, կարծում եմ շատ կարևոր է, որ մասնագետը առաջին հերթին ինքը իրեն հիշեցնի, որ ինքը աշխատանքում միշտ կարիք ունի հենվելու մասնագիտական գիտելիքի եւ մասնագիտական փորձի վրա։ Եվ երբ ինքը իրեն այդ հարցում վստահի, ծնողը վստահաբար եւս դա կկարողանա ընդունել։
շատ կարևոր ամփոփում էր։ Շնորհակալություն Լուսինե հետաքրքիր զրույցի համար։ Կարծում եմ մեր քննարկումը փոքրինչ կօգնի մասնագետներին առավել ուղղորդված լինել ծնողների հետ աշխատանքի, ծնողավարման, ծնողական խորհրդատվության ընթացքում։ Շնորհակալություն։ Ձեզ նույնպես շատ շնորհակալություն։